Փողոցը չեն ալվում, մի հատ քամի է լինում, ու այդ սաղ մազերից մեջ է հայտնվում։ Ժամանակին, երբ դու հայտնվեցիր այս ոլորտում, ակտիվ էր գործունեությամբ նաև Հովհաննես Ազոյան, ձեզ շատ նմանեցնում էին։ Իր մեկնաբանությանը ես ոչ մի պատասխան չեմ տվել, չեմ վերաբերվել։ Պարզ բաներ ասել, հաց ու պանիր պետք է ուտի։ Իհարկե, բոլոր քեզանից ցածր տարիքային մարդիկ, ով ուզում են գան քո ոլորտ, պետք է հաց ու պանիր ուտեն, որ գան քո ոլորտ։ Որպես դերասան դու իրենից ոգեշնչվել ես։ Ես ավելի մեծ մարդկանցից եմ ոգեշնչվել։ Կար մի շրջան, երբ Հովհաննես Ազոյանի գնացուցակը շատ բարձրացել էր եւ շատ պրոդյուսերներ ասում էին դե ավելի ցածր գնով կկանչենք Լևոնին։ Ես իրանց նույն թիվն եմ ասել, որը ասել է Հովան։ Նույն թիվը։ Հայրդ աշխատել է ազգային անվտանգությունում եւ 99 թվականին ներքաղաքական վիճակով պայմանավորված որոշել եք տեղափոխվել Գերմանիա։ Ինչքանով էր ձեր Գերմանիա տեղափոխվելը փոխկապակցված հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ։ Պապան հասկացել էր, որ ինքը այդ ոլորտում, այդ գործունեության մեջ իրան սպառել է։ Պապայի կորուստը ինչպես անդրադարձավ քեզ վրա։ Եթե չես ուզում, կարող ենք չխոսել այս մասին։ Ես իր հետ միշտ խոսում եմ։ Հույս թվում է մենք միշտ էլ կապված ենք լինելու, անկախ ամենից։ Ես հուզվեցի, որովհետև իսկապես հայրությանը այսպես պատրաստվող տղամարդու չի տեսել։ Լավ մեթոդիկա կար, թե ինչպես է պետք դիմավորել երեխային։ Կարդացել եմ նաև, թե ինչի են նոր ծնված երեխային դեռ չմշակած բերում ու մոր երեսին դնում։ Ու նաև պարտադիր է, որ հայրը ներկա լինի։ Բավականին մեծ վախ ունեմ իրականում։ Ես հույսս դրել եմ Լևոնի վրա։ Քո եւ Ալիսի միջև 12 տարվա տարբերություն կա։ Այնքան ուշադիր է իմ հանդեպ, որ ես երբևիցե այդքան ուշադրություն ոչ ստացել եմ, ոչ էլ երևի ուրիշ մարդուց կստանամ։ Ասում է, ես քեզ ինձանից շատ եմ սիրում։ Ու դա փոխադարձավ բնականաբար։ Ամենաուժեղ բանն է, երբ որ հոգնած գործից հետո գնում ես, քո սիրած մարդուն գժգում ես, սա մոռանում ես։ Մի կարևոր տարանջատում դրեցիր, ես ինձ համարում եմ կավային շիկ եւ ոչ թե դերասան։ Ես եւ Արթուր Հակոբյան, դերասան, տեղ են գնացել, պարոն Հակոբյանին շատ ուժեղ ներկայացրեցին, ինչին որ ինքը արժանի էր։ Հետո այդ նույն ոգևորությամբ որպես դերասան ներկայացրեցին ինձ։ Դա անարդար է։ Գրեթե 9 տարի անվճար ես խաղացել։ Իմ անվճար նկարված նախագծերը ավելի շատ են, քան սել նախագծերը, որ ես գումար եմ աշխատել։ Lightroom-ի գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Ital Solar ընկերությունը։ О, Սարաբուժը